Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա հիմնական թեմաներն են։ Հայաստանն արձանագրում է այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում, Բաքվից պնդում են իբր տեսաձայնագրություններ ունեն։ Արդարադատության նախարարը պնդում է նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։ Բոլորս մենք մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը։ Դե լավ կալանավորի կուտե տանում սկսում բռնում 10 րոպե, մեկը տփում հայհոյում 10 Արցախցի երիտասարդի նկատմամբ Վանաձորի ոստիկանությունում բռնության դեպքով քրեական վարույթ է հարուցվել խոշտանգման հոդվածով։ Երևանի ավականին այդպես էլ չքննարկեց տրանսպորտի սակագինը դարձյալ 100 դրամ սահմանելու ընդդիմության նախագիծը, քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետությունը լքեցին դահլիճը։ Եվրամիության արտգործնախարարները երկրորդ օրն է ինչ քննարկում են Ազատությանը ֆինանսապես աջակցելու հնարավորությունը։ Իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայում, ավելի քան 400 զոհ կա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերի ընթացքում հաճախ նույնիսկ օրը մի քանի անգամ հաղորդում է իբր հայկական կողմից հնչող կրակոցների մասին։ Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ սահմանին ոչ մի արտառոց ակտիվություն չեն նկատել։ Հայաստանից առաջարկում են Ադրբեջանին իրենց հայտարարությունների ապացույցներ եւ հիմքեր ներկայացնել հետաքննության համար, սակայն կառավարության փոխանցմամբ մինչ այս պահ Ադրբեջանը ոչ մի տվյալ կամ հիմնավորում չի ներկայացրել, թեև հայտարարել է, որ տեսանյութեր ունի։ Փոխարենը չի դադարեցնում մեղադրանքներ հնչեցնել։ Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու վերաբերյալ վերջին օրերին պարբերական դարձած ռազմական գերատեսչության մեղադրանքներին այսօր միացավ նաև այդ երկրի արտաքին գերատեսչությունը։ Չնայած Երևանի մշտական հերքումներին Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պարզաբանում է պահանջել Երևանից։ Եթե Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է վարչապետի աշխատակազմի կողմից հայտարարված խաղաղության օրակարգով, ապա ժամանակն է պարզաբանում տալու, թե ինչպես են Հայաստանի սահմանային գոտիներում լայնածավալ ռազմական կուտակումները, այդ թվում հարձակողական սպառազինության տեղակայումը համահունչ այդ խաղաղության օրակարգին։ Պաշտոնական Բաքուն արձագանքել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօր տարածած հայտարարությանը։ Երևանից այսօր ավելի վաղ Բաքվին կոչ էին արել խորհրդակցություններ սկսել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Գործադիրից հավաստիացրել էին Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով։ Ըստ վարչապետի աշխատակազմի, դրա անհերքելի ապացույցներն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացման քայլերը։ Կառավարության հայտարարությունը հաջորդել էր Բաքվից հնչող մեղադրանքներին, թե հայկական զինուժը թիրախավորում է ադրբեջանական դիրքերը։ Հիշեցնելով պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը, թե հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում վարչապետի աշխատակազմից ասում են, մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։ Բացի այդ, շեշտում են պաշտպանության նախարարության ստուգողական աշխատանքներով հերքվել են Բաքվի մեղադրանքները։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ, իսկ կիրակի օրվանից արդեն 7-րդ հաղորդագրություն է տարածում հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Հայկական կողմը հերքում է Բաքվի այս պնդումները։ Ընդ որում, եթե նախորդ օրերին Ադրբեջանի ռազմական կառույցը պնդում էր, թե կրակոցները հարավարևելյան Սյունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերից են, ապա այսօր արդեն հայտարարում են, թե արևելյան Վարդենիսից ու Ճամբարակի կողմից են կրակոցները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 18-ին 8:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները հաջորդում են խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցմանը։ Երևանը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Բաքուն հայկական կողմից պահանջում է փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իմ գնահատմամբ այս հայտարարությունները նախ եւ առաջ միջոց են խափանելու այն դրական մթնոլորտը, որը հայ-ադրբեջանական բանակցություններում ձևավորվեց այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը ընդունեց ադրբեջանական շարադրանքը կամ պահանջները չհամաձայնեցված երկու կետերի հետ կապված եւ հայտարարեց պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Դա որոշակի դրական մթնոլորտ ստեղծեց հայ-ադրբեջանական բանակցություններում, մենք տեսանք նաեւ շատ դրական արձագանքներ գրեթե բոլոր կողմերից։ Ապրիա Արմենիա վերլուծական կենտրոնի ավագիտաշխատող Բենյամին Պողոսյանը կարծում է, որ Բաքվի պարբերական դարձած մեղադրանքները միջոց են աշխարհում տպավորություն ստեղծելու համար, թե բանակցությունները փակուղում են, իսկ նպատակն ըստ քաղաքագետի հող նախապատրաստելն է միջազգային հանրության շրջանում հնարավոր ռազմական գործողությունները արդարացնելու համար։ Պատվել, որ իրենք ամեն ինչ անելու են այդ դրական մթնոլորտը խափանելու համար, որովհետեւ եթե որոշեն, որ X բանից սկսվում են ռազմական գործողություններ, դա այսպես ասենք տրամաբանություն դրի դուրս չընկալվի, թե փորձագիտական, թե դիվանագիտական շրջանակները, թե որոշում մշակողները, որոշում կայացնողները, այսպես ասենք, ընկալումը լինի այսպեսին, դե պարզ է, որ կա լարվածություն, կան գրակոչներ, փոխադարձ մեղադրանքներ, հերքումներ, այս պայմաններում սպասելի է, որ պետք է լիներ ռազմական էսկալացիա։ Ամենից իմ գնահատականը է, որ Ադրբեջանը այս քայլերի նպատակը դա է, կլինի էսկալացիա, չի լինի, երբ կլինի ինչ ծավալներով որտեղ, դրանց դժվար թե գոնե փորձագիտական հանրությունը կարող է ճիշտ հստակ պատասխաններ տալ այդ հարցերին։ Սահմանային իրավիճակին 3 Եվրամիության առաքելություններ էր անդրադարձել։ Եվրոպացի դիտորդները արձանագրել են, իրավիճակը մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում, կառույցից նոր հաղորդագրություն չեն հրապարակել։ Դիտորդների վերջին հայտարարությունից շատ չանցած Բաքուն առաքելության վերջին պարեկությունը լրտեսական գործունեություն էր որակել։ Իսկ Երևանից հայտարարում են Հայաստանի նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղությանը միտված հարաբերությունները։ Հայտարարության հեղինակը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ղեկավարող Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն է։ Տևական ժամանակ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը պնդելով, թե իբր դրա տեքստում նկրտումներ կան իր տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը մշտապես պատասխանել եւ պատասխանում է, որ սահմանադրության մեջ նման նկրտումներ չկան, սակայն նաեւ նախաձեռնել է գործընթաց, որի նպատակը մինչև 2026 թվականի ընտրություններ նոր սահմանադրության մշակված տարբերակ ունենալն է։ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող, հայտարարում է Արդարադատության նախարար, սահմանադրական փոփոխությունների գործընթացը ղեկավարող Սրփուհի Գալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ընդգծել էր, թե նոր սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բայց չէր բացատրել, ինչպես է դա արտահայտվելու տեքստում։ Հարցի պատասխանն այսօր փորձեցինք ստանալ սահմանադրական փոփոխությունների խորհուրդը ղեկավարող Սրփուհի Գալյանից։ Խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Որ Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը, Բաքունն է պնդում, պահանջում փոխել այն վերացնելով իրենց գնահատմամբ փաստաթղթում առկա տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանում այժմ նոր սահմանադրության տեքստ են մշակում, իսկ ինչով է գործողը վտանգում խաղաղության հաստատմանը, եթե նոր սահմանադրությունը ըստ նախարարի պետք է զերծ լինի այդպիսի վտանգներից։ Այն, որ գործողը մեր ընկալմամբ եւ մեր պետական մարմինների մեկնաբանությամբ այդ թվում Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է, այսինքն մեր դիրքորոշումը նաև միջազգային հարաբերություններում դա է։ Եվ մեր շեշտադրումը եւս դա է։ Մենք բոլորս, մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը։ Այսինքն խնդիրը մենակ սահմանադրության չի վերաբերում, խնդիրը բոլոր օրենքներին է վերաբերում եւ իրավական ակտերին, եւ նաեւ մեր գործելավոճին որպես քաղաքացիներ եւ նաեւ որպես կառավարություն։ Արդարադատության նախարարը այսօր կրկնեց այն, ինչ տևական ժամանակ ՔՊԱ-ականներն են ասում, թե նոր սահմանադրության անհրաժեշտությունից դեռ 2019-ից է խոսվել։ Բայց ընդդիմադիրները հիշեցնում են, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել իր բնորոշած սուպերվարչապետական համակարգը, որն այդպես էլ չարեց։ Իսկ այժմ Բաքվի պահանջով է շարժվում, որի վերջո սահմանադրության նախաբանից հանեն անկախության հռչակագրի հղումը, որում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման մասին հիշատակում
կա։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ արդարադատության նախարարի այսօրվա հայտարարությունները հակապետական են։ Մեծ հաշվով թշնամական օրակարգ է դա, որովհետև բոլոր այն երկրները, որոնք հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը նետում են այդ ձևակերպումը, որ խաղաղությանը խոչընդոտում է ձեր սահմանադրությունը, այդ մարդիկ թշնամիներ են։ Հայաստանի սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի հիման վրա։ Քաղաքացիական պայմանագրի քարտուղարն այսօր էլ պնդեց, սահմանադրության շուրջ քննարկումները Հայաստանի ներքին հարցերն են, արտաքին քաղաքականության հետ կապ չունեն։ Արթուր Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ընդունեց, նոր սահմանադրությունը անդրադառնալու է հարևանների հետ հարաբերություններին, իսկ թե ինչպես չհստակեցրեց։ Սահմանադրությունը պետք է արտահայտի այն գաղափարախոսությունը, որը Հայաստանի Հանրապետությունում կա այսօր։ Սա ուրեմն իրական Հայաստանի տարածաշրջանում իր հարևանների հետ, ուրեմն իր հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին է, որը բխում է բնականաբար սահմանադրական կարգավորումներից։ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար ոչ միայն պահանջում է, որ Երևանը փոխի սահմանադրությունը, այլ նաև լուծարի տասնամյակներ շարունակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հնարավոր է Երևանը համաձայնի դա անել նախքան պայմանագրի ստորագրումը։ ՔՊԱ-կան Արթուր Հովհաննիսյանը ուղիղ չպատասխանեց։ Ես չեմ ուզի եթե ապա, այսպես ասած, բանաձևով հարցերին պատասխանել, հատկապես որ խոսում ենք երկու երկրների հարաբերությունների մասին, հայկական կողմը հնարավորինս կառուցողական է։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը նաև Թուրքիայից են կարևորում։ Այդ երկրի իշխող ուժի խոսնակն ասել է, Բաքվի այդ պայմանների կատարումը նոր թափ կհաղորդի նաև հայ-թուրքական կարգավորմանը։ Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների դատավարությունը Բաքվում շարունակվում է փակ դռների հետևում առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների դատավարությունը Բաքվում շարունակվում է փակ դռների հետևում, առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կազմակերպությունների։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցն է տեղեկություններ հայտնել երեկվա նիստից։ Նախ այն ամեն ինչ որ տեղի ունենում Բաքվի դատարանում, ուղղակի մեղք կլինի անվանել իրավական գործընթաց։ Ըստ ադրբեջանական Ազերթաջի Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը իբրև ցուցմունք է տվել ու պատմել, թե Արցախում քաղաքականությունը թելադրվում էր Հայաստանից։ Ռազմական ու ֆինանսական հարցերն էլ Երևանից էին որոշվում, նշանակումներն էլ Հայաստանի ղեկավարն էր անում։ Բաքվի դատարանից ներկայացվող ցուցմունքներում մեղադրանքի սլաքները Հայաստանի ուղղությամբ են, եւ սա կոնկրետ նպատակով է, վստահ է ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն, ինչպես իրենք ավելի վաղ փորում են արդեն դրա մասին ոչ պաշտոնապես հայտարարել, լեգիտիմ հիմք նախապատրաստել Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Դա դրսևորվի քաղաքական շանտաժի միջոցով, դա որևէ փուլում կդրսևորվի սադրանքների միջոցով, թե կբերի առավել լայն մասշտաբային գործողությունների համար, այսպես կոչված նախապատրաստված պապկաների, դա արդեն ժամանակի հարց է։ Ադրբեջանը կեղծ ցուցմունքներով ու շինծու դատավճիռներով փորձելու է ապացուցել, թե Արցախը Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդամենը տարածքային վեճ է ու այդպիսով փակել ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման, շեշտում է падգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Մի բան, որը 3-11 փորձել է ցտել, սակայն բանակցային գործընթացում ինքնորոշման իրավունքի սկզբունքը առանձին որպես սկզբունք սավաղել է եւ սրա շուրջ երկար ժամանակ նույնիսկ բանակցություններ ընթացել։ Ադրբեջանում ընդունված վճիռները Բաքվից դուրս արժանահավատ չեն, դրանք կորզում են կյանքի սպառնալիքների գնով, ընդգծում է падգամավորը։ Դեռ այս դատավարության մեկնարկի նախօրեին էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ահազանգել Բաքվի ճնշումների, հորինված ու կեղծ ցուցմունքների մասին։ Այս process-ը ծայրից ծայր ամբողջությամբ քաղաքական է եւ այսօր գծվում եւս դերակատարի ներկայացում է ճիշտ այնպես, ինչպես նախապես քաղաքական իշխանությունը դա ծրագրավորել է։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով Բաքուն այս դատավճիռներով միջազգային իրավական հարթակներում ոչ մի բանի չի հասնի։ Օրինակ, Ինտերպոլը այդ դատավճիռների հիման վրա չի համագործակցի Ադրբեջանի հետ, եթե հետախուզում հայտարարվի հայերի նկատմամբ, որոնց անունները կան մեղադրանքներում։
Ինտերպոլը չի համագործակցի երկու պատճառով։ Առաջինը կան ողջամիտ կասկածներ, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգների, երկրորդը այդ դատավարությունը քաղաքական է։ Իր նպատակներով քաղաքական հետապնդում է։ Ինտերպոլի կանոնադրությունը, իրենք դա անվանում են սահմանադրություն 3-րդ հոդվածը, արգելում է Ինտերպոլը օգտագործել հետախուզման որպես հետախուզման միջազգային հետախուզման գործիք օգտագործել ամսի քրեական գործերով, որտեղ կա կասկած, որ այդ անձը կենթարկվի ընդունող երկրում խոշտանգների կամ էլ ընդունող երկրում քրեական հետապնդումը իր բնույթով քաղաքական է։ Ըստ իրավապաշտպանի միջազգային քաղաքական հարթակներում էլ դա կշիռ չի ունենա։ Օրինակ հիշեցնում է օրերս Եվրախորհրդարանում падգամավորների մեծամասնությամբ ընդունված բանաձևը։ Ըստ Արա Ղազարյանի այս դատավարություններն ու դատավճիռները Ադրբեջանի իշխանության ու ներքին լսարանի համար են։ Այդ դատավարությունը կմնա Ադրբեջանի ներսում։ Ադրբեջանը կփորձի դա կապիտալիզացնել։ Բայց պետք է քանի որ դատավարություն չի համապատասխան արդյունավետական նվազագույն սկզբունքներին, լեգիտիմությունը արդեն կասկածի տակ է դրական արդյունքները միջազգային հանրությունը չի եւ մեխանիզմները չեն աշխատի։ Որ Բաքվում այս դատավարությունները կեղծ են, հայերը ենթարկվում են անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի, նրանց նկատմամբ կիրառվում են արգելված հոգեմետ միջոցներ, արձանագրել է նաև Եվրախորհրդարանը։ 3 օր առաջ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ առանց նախապայմանների ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս հայ գերիներին։ 15 հայերի դատավարությունը կշարունակվի ապրիլի 3-ին, նրանցից առանձին է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատը։ Քննչականն ի վերջո քրեական վարույթ հարուցեց Վանաձորում արցախցի երիտասարդի ոստիկանությունում խոշտանգման գործով։ Պատերազմի մասնակից Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը ահազանգել էր, որ ոստիկանությունում բռնության է ենթարկվել, որ իր վրա վերցնի բարեկամի տան վրա ավազակային հարձակման մեղքը։ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով։ 3 քննչականը ողջ օրը քրեական վարույթ չհարուցեց, պատճառաբանելով, թե հաղորդում չեն ստացել։ Այնինչ 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնությունների դեպքով ոստիկանությունը ծառայողական քննություն էր սկսել ու առավոտից մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին այս մասին հրապարակումներով։ Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը տարակուսում է, սա այն դեպքն է, որ իրավապահները պարտավոր էին անհապաղ քրեական վարույթ հարուցել, անգամ պետք է որ արդեն այս գործով ձերբակալվածներ լինեին։ Մինչդեռ մինչ այս պահը հայտնի է միայն, որ Տիգրանին տուժող են ճանաչել։ Ոչ մի բան չեն անում, 5 օր, 6 օր, 7 օր, 8 օր անցնելուց հետո քրեական վարույթ են նախաձեռնում, մի քանի օր հետո հաղորդումը ներկայացնողին տուժող են ճանաչում, մի 10 օր հետո մի երկու ձևական ճանաչման ներկայացնելու գործողություն կատարում, ոստիկաններից ցուցմունք վերցնում, ոստիկանը ամեն ինչ հերքում է, մի երկու ամիս հետո ձևական առերեսում են կազմակերպում, ամեն մեկը իր ցուցմունքը պնդում է, ասում են դե ապացուցված չի։ Բայց այս պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, որ իրավական առումով անգամ ոստիկաններին ձերբակալելու հիմքեր կա։ Խոշտանգողների մոտ է գտնվում այդ ապացույցները, իսկ խոշտանգողները ոստիկանության աշխատողներ են, ով որ պրոֆեսիոնալ ապացույց ոչնչացողներ են ըստ ինձ։ 3 Վանաձորում բնակվող արցախցի 29-ամյա երիտասարդը ազատության եթերում պատմել էր, ինչպես են ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի։ Իրանք բեսպրիձելի նման ոչ օրենքով, տես բան չի լինում, ես երկրումը ես տես բան չում տեսած, որ գամ մարդուն ասինար 2 րոպե գնանք զրույցանիկ, տանին բռնին դե թաշորը, թանի արիստե, չլարվես, հայհոյին բանանին, բեսպրիձելությունը է դա պետության մարդը, որ ժողովրդի ծառանայինք, նա ժողովրդի անվտանգությունը պահում եկալա, ամեղ մարդուն տանում դե բռնում տպում։ Սա ոստիկանության Լոռու մարզային վարչությունում այս տարի տեղի ունեցած արդեն 3-րդ դեպքն է, որոնց մասին ահազանգ է եղել։ 3-ն էլ նույն սցենարով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակ են ունեցել։ Մի դեպքում ոստիկանները քաղաքացուն Վանաձորում չբացահայտված 3 հանցագործություն էին առաջարկել, դրանցից մեկն ըստ ճաշակի ընտրելու եւ դրա մասին խոստովանական ցուցմունք տալու համար։
Մեկ ամիս առաջ տեղի ունեցած այս խոշտանգման դեպքի մասին Ազատությանը պատմել էր իրավապաշտպան Անի Չատինյանը, ում դիմել էին տուժած քաղաքացիները իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններից պաշտպանվելու ակնկալիքով։ Ըստ ճաշակի ընտրել որևէ արարք եւ խոստովանել։ Գողություն կամ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված, այո, եւ սպառնալիք է նշվել, որ միևնույն է որևէ ձևով պետք է այսպես ասած փակեն իրեն, գործ պետք է հարուցվի։ Այսօրվա դրությամբ դեռ այս վարչության որևէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, գործերը նախաքննության փուլում են։ Փաստաբան Ռոման Երիցյանը նկատում է նման խոշտանգումները տեղի են ունենում հատկապես բնակարանային գողությունների դեպքում։ Նշում է, թե այս ամենը խոսում է ոստիկանների կողմից իրական հանցագործներին հովանավորելու մասին։ Հիմա այս ամեն ինչը խոսում է ըստ ինձ նաև ուրիշ բաների մասին, խոսում է ոստիկանության կողմից իրական արարք կատարողների նկատմամբ դրսևորված հովանավորչության մասին։ Ես վստահ եմ, որ ոստիկանները իրականում այս արարք կատարողների մասին հստակ տվյալներ ունեն եւ հովանավորում են նրանց կատարածի, իսկ Տիգրան Ուլուբաբյանը եւ նման այլ անձանց հորդորելով մեղքերի վրա վերցնել, փորձում են թաքցնել ավելի խորը հանցագործության հետքեր։ Տիգրան Ուլուբաբյանը, որ այս տարի ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնությունից տուժած առնվազն 3-րդ վանաձորցին է, ասում է, որ իրեն խոշտանգած բոլոր ոստիկաններին դեմքով հիշում է։ Նրանց մեջ նաև վարչության պետին է նշում։ Ներքին գործերի նախարարությունը բացի ծառայողական քննություն սկսելու հայտարարությունից որևէ այլ մեկնաբանություն չի արել։ Գյումրիում նախընտրական քարոզարշավը եւ արդեն ահազանգեր են ստացվում մի շարք խախտումների մասին, ամենից հաճախ վարչական ռեսուրսի չարաշահումն է քաղաքացիական պայմանագրի կողմից։ Իշխող ուժ առայժմ չի արձագանքել վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտարարություններին։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Գյումրիում մանկապարտեզներից մեկի շահագործման ժամանակ տարածքային կառավարման նախարար ՔՊ-ական Դավիթ Խուդատյանը ուրախությամբ հայտարարեց, որ առաջիկայում կսկսեն Գյումրիի ամենաբանուկ ու անբարեկարգ փողոցներից մեկի շինարարությունը։ Դրա համար ընդամենը պետք էր, որ համայնքապետի պաշտոնակատարը դիմեր։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ պարոն Մինասյանի հետ արդեն քննարկել ենք մի շատ կարևոր փողոցի, Շիրակացու փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Իր առաջարկությամբ այդ փողոցի աշխատանքները ներառվել են պետական ուրեմն բյուջեի ֆինանսավորման ծրագրում եւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ հիմա առաջիկայում կմեկնարկի նաեւ բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլը եւ առաջիկայում նաեւ շինաշխատանքներ կմեկնարկեն այդ փողոցում, որը Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է։ Նախընտրական այս ժամանակահատվածում նախարարի հայտնած լուրը ականատես դիտորդական առաքելությունը վարչական ռեսուրսի չարաշահում է համարել։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն ասում է, արդեն իսկ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ ունեն։ Դրանք հերթով ստուգվում են։ Այս պահին ավարտել են Շիրակացի փողոցի հիմնանորոգման հետ կապված ուսումնասիրությունը։ Եզրակացրել են, որ իշխող ուժը ակնհայտորեն չարաշահում է վարչական ռեսուրսը։ Նմանատիպ խնդրանքով կառավարությանը դիմած են եղել դեռ 1 տարի առաջ Գյումրու ավականին, ընդ որում 26 կողմձայնով եւ ոչ մի դեմ եւ ոչ մի ջերմ պատերներով, այսինքն նրանք որոշում են ընդունել դիմել կառավարությանը նման խնդրանքով եւ փաստորեն ստացվում է կառավարությունը Գյումրու ավականի խնդրանքին ընդառաջ չի գնացել եւ հիմա ներկայումս հենց նախընտրական ժամանակահատվածում ընդառաջել է Սարիկ Մինասյանի խնդրանքին եւ դրա վերաբերյալ այսպես մեծ հրապարակային նաեւ աղմուկ է բարձրացվում, այսինքն որ կառավարությունը օգնում է, հա, այսինքն նաեւ մի կողմից վարչական ռեսուրս են չարաշահում, մի կողմից նաեւ դրա մասին այսպես բարձրային տեղեկացնում են։ Գյումրիի ավականին իսկապես անցած տարի էր ուղերձով դիմել կառավարությանը, խնդրելով նորոգել Շիրակացի փողոցը հաշվի առնելով հանգամանքը, որ տեղական բյուջեի հաշվին դա հնարավոր չէ անել։ Ընդ որում նախաձեռնության հեղինակները ավականու ընդդիմադիր ապրելու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ու ավականու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն էին։ Մոտ 2.5 կիլոմետր երկարությամբ փողոցի նորոգման համար պահանջվում էր 1 միլիարդ 146 միլիոն դրամ, որը 6 միլիարդ դրամանոց տեղական բյուջեից հնարավոր չէր հատկացնել։ Ազատության հետ զրույցում դեռ 1 տարի առաջ ապրելու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը բացատրել էր, թե բացի տեղական բյուջեի սղությունից էլ ինչ հիմքով պետք է հենց կառավարությունը գումար հատկացնի։ Ստեյության Անանյա Շիրակացի եւ Մովսես Խորենացի փողոցները հանդիսանում են M1 միջպետական ճանապարհի տարանցիկ հատված։ Այսինքն ինքը
պետական նշանակության ճանապարհ է, ոչ թե միայն համայնքային ճանապարհ է, հետևաբար դրա հիմնանորոգման, այսպես ասած, պարտականությունը կրում է կառավարությունը։ Ավագանու ուղերձը սակայն 1 տարի անարձագանք մնաց, ու հիմա նախընտրական այս շրջանում կառավարությունը ոչ թե ուղերձն է հիմք ընդունում, այլ իշխանության թեկնածուի խնդրանքը։ Իշխող ուժի համայնքապետի թեկնածուն լինելով համայնքապետի պաշտոնակատար, արդեն իսկ առավելություն ունի մնացած թեկնածուների նկատմամբ, նկատում է Սոնա Այվազյանը։ Ի սկզբանե իհարկե քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ լինելով իշխանության Գյումրիում ժամանակավոր պաշտոնատար կարգավիճակով ամեն դեպքում իրենք արդեն իսկ անհավասար վիճակում են գտնվում, բայց փաստորեն նաև ակտիվ կերպով օգտագործում են կառավարության ռեսուրսները եւ դա վերագրում են բնականաբար կուսակցությանը, բնականաբար ձայներ բերելու ակնկալիքով, ինչը շատ անընդունելի է։ Գյումրիում արդեն իսկ տարբեր լուրեր կան այլ խախտումների մասին անձնագրերի հավաքագրում, ցուցակների կազմում, ընտրացուցակները հատկապես Հնդկաստանի քաղաքացիներով համալրում։ Ականատեսի ներկայացուցիչն ասում է, իրենք եւս ունեն բազմաթիվ բողոքներ ու հիմա ուսումնասիրում են։ Մենք ահազանգեր շատ ունենք տարբեր թեմաներով, բայց որովհետեւ մենք նաեւ ստուգում ենք այդ ահազանգերը, նաեւ պետք է որոշ ահազանգերի վերաբերյալ նաեւ նույն ընտրությունների օրը պետք է մեր ես համապատասխան եզրահանգումներ ունենանք։ Դրա համար ես հիմա դեռ պահկամնայի այլ թեմաներով խոսել։ Իշխող ուժն առայժմ չի արձագանքել վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների հայտարարությանը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Երևանի ավականին այդպես էլ չքննարկեց տրանսպորտի սակագինը դարձյալ 100 դրամ սահմանելու ընդդիմության նախագիծը, քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետությունը լքեցին դահլիճը։ Եվրամիության արտգործնախարարները երկրորդ օրն է, ինչ քննարկում են Ազատությանը ֆինանսապես աջակցելու հնարավորությունը։ Իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայում, ավելի քան 400 զոհ կա։ Առաջիկա օրերին կպարզվի արդյոք ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանավորված Միացյալ Նահանգներում։ Այժմ հայտնի է, որ Լաս Վեգասի դատարանը հարցի քննությունն արդեն ավարտել է եւ պետք է որոշում կայացնի։ Ղուկասյանը ըստ Միացյալ Նահանգների մաքսային եւ միգրացիայի վարչության խախտել է միգրացիոն կանոնները։ Բացի այս, դատարանը պետք է քննի նաեւ Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կամ ազատ կարձակվի, կամ կշարունակի կալանքի տակ մնալ։ Լաս Վեգասի դատարանը երեկ քննել է շուրջ 1 ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը եւ հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատավորը, նախագահ դատավորը պետքա պատասխանի հետեւյալ հարցին. արդյոք ազատության մեջ հայտնվելի է Վարդան Ղուկասյանը, թե շարունակելի է մնա անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի դատարանը պետք է քննի նաեւ Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Բոլոր այս հարցերի քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ դատարանն առաջիկայում հրապարակի Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հարցի շուրջ որոշումը։ Նախկին ռազմական ոստիկանի շահերը պաշտպանող 4 ամերիկացի փաստաբաններից բաղկացած պաշտպանական խումբը երեկվա դատական նիստի ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանում Վարդան Ղուկասյանի դեմ մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի, ինչպես նաև նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդության վերաբերյալ։ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր Ազատության հետ զրույցում մանրամասներ փոխանցեց նիստից։ Մասնարարապես ըստ նրա պաշտպանական կողմը ամերիկացի դատավորին ներկայացրել է Հայաստանում հարուցված քրեական գործի եւ մեղադրանքների ոչ իրավաչափ լինելու մասին իրենց փաստարկները, խոսել ԴՕԿ կուսակցության ղեկավարի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի եւ արտահանձնման դեպքում նրա կյանքին սպառնացող վտանգների մասին։ Նման դեպքում իրավամբ դատանը պետք է նաեւ տա դրա գնահատականը, որովհետեւ այսօր որոշակի կոռուպցիան սխեմաներով Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է եւ ուղղակի մեղադրանքներով տակը դնելով որոշակի փաստեր նախկին եւ այսօրվա գործող
պետական լիազոր մարմինների կատարած, այսպես ասած, արերուտ հանցագործությունների մասին եւ դա իրենց արդեն որոշակի ռիսկ է եւ նման դեպքում բազմիցս եմ ասել, հիմա այլ կրկնում եմ, արտահանձնել Վարդան Ղուկասյանին Հայաստան այն հղի է բավականին մեծ ռիսկերով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն օրերս հակադարձելով այս պնդումներին վստահեցրել էր, Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայոյում է իշխանություններին։ Հայն չէ, քիչ մարդ է հայոյում։ Դոկուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղքը սակայն չի ընդունում։ Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու հարցի շուրջ որոշում կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ հեռացած դատավորը կոնկրետ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակի որոշումը։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, թե ամերիկյան օրենսդրության համաձայն, եթե կոնկրետ ժամկետ չի նշվում, ապա որոշումը հրապարակվում է 1-2 օրվա ընթացքում։ Ողջամիտ ժամկետը պետք է լինի 24 ժամվա ռեժիմով մինուս պերեսով։ Հաշվի առնելով պաշտպանական կողմի 3 ներկայացրած փաստարկները եւ դրանց դատավորի արձագանքը, ինչ ակնկալիքներ ունեն փաստաբանները։ Արդյոք Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի։ Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը առկա են 1 ժամ շուտ, որպեսզի Վարդան Ղուկասյանը շարունակի իր գործունեությունը։ Իդեպ, թեև Լաս Վեգասի դատարանն իր որոշումը դեռևս չի հրապարակել, սակայն երեկ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարություն տարածեց հաղթանակի մասին, տեղեկացնելով դատական նիստի դրական արդյունքների վերաբերյալ։ Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցությունը այսօր փորձում էր ավականու օրակարգ բերել տրանսպորտի սակագինը դարձյալ նախկին 100 դրամը սահմանելու վերաբերյալ նախագիծը, բայց բանն անգամ քննարկման չհասավ, քանի որ իշխող քաղաքացիական պայմանագիրն ու նրա կոալիցիոն կրտսեր դաշնակից Հանրապետությունը որոշեցին չմասնակցել քննարկմանը։ Երևանի ավականին այսօր հանրային տրանսպորտի թանկացման դեմ ընդդիմադիր Մայր Հայաստանի ստորագրահավաքի հիմքով ներկայացրած նախագիծը պետք է քննարկեր, որն առաջարկում էր 1 ուղևորափոխադրման համար նախկին 100 դրամ սակագինը վերադարձնել, նվազեցնելով նաև մյուս փաթեթների գները։ Բանը սակայն ոչ քննարկման հասավ, ոչ էլ առավել եւս քվեարկության։ Իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարեցին իրենց դիրքորոշումն անփոփոխ է, հարցն այլևս արդիական չէ եւ կոալիցիոն գործընկեր Հանրապետության հետ հարցի քննարկմանը չեն մասնակցի։ Իշխանություններն այդպես էլ վարվեցին, մեկ մարդու պես դուրս եկան նիստերի դահլիճից։ Ընդդիմությունն էլ վերցրեց հեռախոսներն ու դահլիճից դիմեց հետևորդներին։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, տրանսպորտի թանկացումը, խնդրեմ նայեք, ՔՊ-ն եւ Հանրապետությունը դեմ են գնում ձեզ եւ փախտում են նիստերի դահլիճից։ Մայր Հայաստանից Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, իշխանությունների քայլն ուղղված էր ոչ թե իրենց, այլ ստորագրահավաքին մասնակցած հազարավոր երևանցիներին։ Իրանք մեզ չնախ բոյկոտեցին, իրանք բոյկոտեցին 17000 երևանցու ստորագրությունը։ Չգիտեմ, դրանք իրանով ցույց տվեցին նաեւ, որ իրենք նաեւ քաղաքացիական առումներով էլ նաեւ որպես երևանցի էլ իրենք սպառվել են։ Իրենք պաթոլոգիկ վախեր ունեն, իրենք հայտարարացածր վարկանիշ ունեն։ Տեսեք, մենք արդեն 1.5 տարի այս դահլիճում այս հարցերը քննարկում ենք ու նաև մենք քննարկել ենք մյուս խմբակցության կողմից նախաձեռնված ստորագրահավաքի հիմքով, որը որ 80000 քաղաքացու ստորագրություն է, այսինքն մենք արդեն այդ հարցը ըստ քննարկել ենք։ Ընդդիմադիրների ստորագրահավաքին մասնակցած հազարավոր քաղաքացիներ իրենց արհամարված չեն զգա, եթե իմանան, որ իշխանություններն անգամ նիստերի դահլիճում չեն ցանկացել մնալ։ Հարցրեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։ Ես էլ կարող եմ ասել, որ 100 հազարավոր քաղաքացիներ կան, ովքեր որ օգտվում են նոր տրանսպորտային համակարգից, նոր սակագներով, հատկապես որ ակնհայտ է, որ բոյկոտ տեղի չի ունեցել եւ քաղաքացիները պատշաճ օգտվում են։ Անցած ամիս ավականու նիստի օրակարգում էր սակագների մասին ստորագրահավաք իրականացրած ընդդիմադիր մյուս ուժի ազգային առաջընթացի նախագիծը։ Այն սակայն քննարկեցին, ճիշտ է, քաղաքային իշխանությունները դեմ քվեարկեցին, տրանսպորտի սակագինն անփոփոխ մնաց։ Դահլիճից հեռանալը անհարգալից չէ ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Հարցրեցին քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկեր Հանրապետությունից Անի Խաչատրյանին։ Հազարավոր մարդկանց համաձայնություններ էլ ունենք մենք, քվե ունենք մենք, որը հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ մեզ տվել են, վստահության, տվել են մեզ վստահության քվե եւ մենք այսօր այստեղ ենք եւ իրենց վստահության քվեով, ընտրություններին տրված վստահության քվեով մենք բերում ենք մեր նախագծերը, մեր օրինագծերը եւ ընդունվում է կամ չի ընդունվում։
Ավագանու իշխանական անդամների դահլիճից հեռանալուց հետո անջատվեց նիստի պաշտոնական ուղիղ հեռարձակումը։ Ավագանու նիստերի հեռարձակումն օրենքի պահանջ է։ Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որն ընտրություններից հետո հրաժարվել էր ավագանու մանդատից, նախագծի ու իշխանության քայլի մասին խոսեց առանց ուղիղ եթերի։ Թե ինչի են որոշել խուսափել բովանդակային քննարկումից, կարող եք ենթադրել։ Սա ցույց է տալիս, որ որևէ առարկայական պատասխան իրենք չունեին, սա ցույց է տալիս, որ բարես բուն իմաստով քաղաքացիների թալան է տեղի ունենում, 150 դրամով իրենք թալանում են քաղաքացիներին։ Թե ինչու եւ ինչ հիմքով ընդհատվեց ուղիղ եթերը, Ազատությունը քաղաքապետարանից հստակ պատասխան չստացավ։ Այս ամենից հետո միայն հայտարարվեց, թե քվորում չլինելու պատճառով նիստը համարվում է չկայացած։ Այս գիշեր իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայում մի քանի 100 զոհ կա։ Իսրայելը հայտարարել է, որ կանգ չի առնի, քանի դեռ իր նպատակներին չի հասել։ Առաջին հերթին 2023-ի հոկտեմբերին պատանդարված իր քաղաքացիների ազատ արձակմանը։ Մեծավ Նահանգների եւ Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված Համաս խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայի գերիների ճակատագիրը։ Իսրայելական բանակը գիշերը վերսկսել է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին, ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա, Իսրայելի վարչապետը հրամայել է հարվածել Գազայի հատվածի թիրախներին։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ հայտարարել է, Իսրայելը կանգ չի առնի, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։ The Israeli Air Force initiated a series of attacks against Hamas targets in Gaza. Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Գազայում Համասի թիրախների վրա։ Մենք չենք գթա մեր թշնամիներին, շատ պարզ ասեմ։ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։ Մենք շատ պարզ ասում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ եթե նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը Գազայում, ապա պետք է ապահովեն, որ պատանդները վերադառնան Իսրայել։ We are committed to bring them back. Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համաս խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայում դեռևս պահվող 59 գերիների ճակատագիրը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել մի քանի վայրերում, այդ թվում Գազայի հյուսիսում, Գազա քաղաքում եւ Դեյր Ալ-Բալահում, Խան Յունիսում եւ Ռաֆահում Գազայի հատվածի կենտրոնական եւ հարավային հատվածներում։ Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերից շատերը երեխաներ են։ Ամբողջ աշխարհն անարդար է, նրանք բոլորը երեխաներ են, սա փոքր երեխա է, աղջիկ։ Կյանքը գնալով դժվարանում է, հրադադար չկա։ Ես ապրում եմ Դեյր Ալ-Բալահի արևելյան շրջանում, շարունակ հարվածներ են այստեղ։ Հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացվում։ Փլատակների տակից դեռևս մարդկանց մարմիններ են հայտնաբերվում, հիվանդանոցներում չի դադարում վիրավոր քաղաքացիների հոսքը, դրսում հիվանդանոցներում սպիտակ կտորով փաթաթված բազմաթիվ մարմիններ են։ Գազայի հատվածի շրջաններում կոտորած է իրականացվել, ավելի քան 200 զոհ է բերվել հիվանդանոց, հարյուրավոր վիրավորներ ծանր վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, այրվածքներ, գլխի շրջանում վնասվածքներ, որոնք պահանջում են անհապաղ վիրաբուժական միջամտություն։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը հայտարարել է, Իսրայելը պետք է անհապաղ եւ ամբողջությամբ դադարեցնի բնակավայրերի դեմ բոլոր գործողությունները, դադարեցնի պաղեստինցիների բռնի տեղափոխումը։ Իսրայելից պնդում են, պայքարում են Համասի դեմ, այլ ոչ Պաղեստինի խաղաղ բնակչության։ Մարտերը վերսկսվել են նախորդ հրադադարի պայմանավորվածությունից 2 ամիս անց, հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում Համասն առաջին փուլով վերադարձրել է ավելի քան 30 իսրայելցի պատանդների, իսրայելական բանտերից մոտ 2000 պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է 2 շաբաթ առաջ։ Շաբաթ օրը Իսրայելն ու Համասը ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Մարտի սկզբին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Համաս խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին եւ չհանձնի մահացածների մարմինները։
Եվրամիության արտգործնախարարները երկրորդ օրն է, ինչ քննարկում են ազատությանը ֆինանսապես աջակցելու հնարավորությունը, մինչ ամերիկյան պետքարտուղարությունը այդպես էլ հստակ չի պատասխանում հարցերին, խուսափելով բնորոշել իրավիճակը։ Մինչ այդ գլոբալ մեդիայի գործակալության լուծարման որոշումը քննադատում են անգամ Դոնալդ Թրամփի որոշ աջակիցներ։ Հեղուկ իրավիճակ, այսպես է բնութագրում ամերիկյան պետքարտուղարությունն ազատություն ռադիոկայանի, Ամերիկայի ձայնի եւ նախորդ շաբաթավերջին լուծարված գլոբալ մեդիայի գործակալության կազմում գործող մյուս լրատվամիջոցների շուրջ ստեղծված կացությունը։ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսը երկուշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդպես էլ չպատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերաբերում ամերիկյան օտարերկրյա հեռարձակումների փաստացի դադարեցմանը։ Սա հեղուկ իրավիճակ է եւ ես անհամբերությամբ սպասում եմ դրա հանգուցալուծմանը, պետք է հասկանալ, որ սա լուրջ խնդիր է, որը վերաբերում է հարկատուների գումարները ծախսելուն։ Ստիպված եմ կրկնել, իրադրությունը հեղուկ է եւ մենք ավելի շատ տեղեկատվություն կունենանք, երբ այն կգտնի իր լուծումը։ Արդեն երրորդ օրն է, ինչ Բրյուսելում Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի հնարավոր փակումը կանխելու տարբերակներն են քննարկում նաև Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները։ Ամերիկյան ֆինանսավորումը եվրոպականով փոխարինելու նախաձեռնությամբ է հանդես եկել ազատությունն արդեն 30 տարի իր մայրաքաղաքում հյուրընկալող Չեխիան։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքով, սակայն Եվրամիությունն առայժմ ոչ թե կոնկրետ որոշումների կայացման, այլ տարբերակների քննարկման փուլում է։ Մենք կդիտարկենք, թե ինչ է կարելի անել։ Տարբերակներից մեկը ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին տրամադրվող միջոցների բազմապատկումն է։ Չեխիայի արտգործնախարար Լիպավսկին նույնիսկ առաջարկում էր գնել այդ լրատվամիջոցները։ Մենք այժմ քննարկումների փուլում ենք, սակայն որևէ կասկած չկա, որ սրանք արժեքավոր կառույցներ են, որոնց առաքելությունը պետք է շարունակվի։ Այսօր Չեխիայի նախաձեռնությանը միանալու մասին հայտարարեցին նաև շվեդերը։ Մենք այսօր մեր աջակցությունը կհայտնենք չեխական նախաձեռնությանը, Շվեդիան դրա համահեղինակներից մեկն է։ Մենք պետք է այնպես անենք, որ Ազատ Եվրոպա ռադիոկայանը շարունակի ազատության եւ ժողովրդավարության ձայն հանդիսանալ, հատկապես այն երկրներում, որտեղ դա անհրաժեշտ է։ Ամերիկյան ֆինանսավորումից զրկված լրատվամիջոցների գործունեությունը եվրոպական հիմնադրամերի օժանդակությամբ շարունակելու օգտին է հանդես գալիս նաև պաշտոնական Բրյուսելը։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն X-ի իր օգտահաշվում այսօր գրել է, որ Եվրամիությունը պետք է միջոցներ գտնի մեջբերում լրատվամիջոցի երկարաժամկետ ֆինանսավորումն ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Եվրամիության կողմից Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանին օժանդակություն տրամադրելու չեխական առաջարկին պաշտոնապես կողմ են արտահայտվել Եվրամիության անդամ 27 պետություններից եւս 9՝ Լեհաստանը, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Սլովենիան, Նիդերլանդները, Շվեդիան եւ Բալթյան 3 պետությունները։ Ազատության աշխատանքի դադարեցումը կանխելու կոչերով շարունակում են հանդես գալ նաեւ միջազգային լրագրողական կազմակերպությունները։ Մամուլի միջազգային ինստիտուտը դատապարտել է Թրամփի որոշումն, ընդգծելով, որ այս քայլը կամրապնդի բռնապետերի դիրքերը եւ միլիոնավոր մարդկանց կզրկի հավաստի այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Գլոբալ մեդիայի գործակալության լուծարման որոշումը քննադատում են անգամ Դոնալդ Թրամփի որոշ աջակիցներ։ Մի կարճ շրջան որպես Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի նախագահ պաշտոնավարած Թեդ Լիպիենը ամերիկյան ներքաղաքական խնդիրները լուսաբանող The Hill կայքում հրապարակված հոդվածում նշել է. Կասկած չկա, որ վերջին տարիներին այս գերատեսչությունները մեծապես տուժել են սխալ կառավարման հետևանքով, բայց դրանց հեռարձակման դադարեցումը չէ այս գործակալություններում տիրող իրավիճակի բարելավման ուղին։ Հակառակը, դա նվազեցնում է այն օգուտը, որ քաղում էր Միացյալ Նահանգները այս կառույցների գործունեության արդյունքում։ Կոնգրեսի հանրապետական եւ դեմոկրատ անդամները պետք է ճնշում գործադրեն Սպիտակ տան վրա, որպեսզի այս հեռարձակողները օր առաջ վերսկսեն իրենց աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ հարկավոր է աջակցել գործող վարչակազմի այն ջանքերին, որոնց նպատակը անգործունակ եւ ուռճացված բյուրոկրատական ապարատի վերափոխումն է լինելու։ Սպիտակ տան կողմից գլոբալ մեդիայի գործակալության հատուկ խորհրդական նշանակված Քերի Լեյքը սակայն պնդում է, չնայած քննադատություններին, ինչպես նաև պնդումներին, թե կոնգրեսի կողմից հատկացումների սառեցումը գործադիր իշխանության կողմից հակասում է ամերիկյան օրենսդրությանը, իրենք նահանջել չեն պատրաստվում։ We're going to continue to move forward and do what the president's executive order is. We've got to reduce the size of the bureaucracy.
Եվ վերջում օրվա գլխավոր միջազգային թեմային անդրադառնանք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցն ավարտվել է, այդ մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ ամերիկյան NBC-ի զրույցը տևել է շուրջ 1.5 ժամ։ Հեռախոսազրույցից առաջ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ խաղաղության վերջնական համաձայնագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են, սակայն նաև մեծ աշխատանք կա անելու։ Երեկ էլ Սպիտակ տան ղեկավարը ասել էր, որ Պուտինի հետ կքննարկի տարածքների, էլեկտրակայանների եւ որոշ ակտիվներ բաժանելու հարցը, թեև չէր մանրամասնել, թե խոսքը ինչ ակտիվների մասին է։ Արևմտյան եւ ռուսական մամուլը գրում է, որ քննարկվելու էր նաև հարցը, թե ում է անցնելու Ուկրաինային պատկանող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, որը այժմ ռուսական զորքի հսկողության տակ է։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը վաղ ժամը 16-ին է։